1990-99 թվականներին համազգային հայկական կրթության և մշակույթի միության Հայաստանի վարչության նախագահն է։ 1999-ից 2003 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական։ Բանաստեղծություններում և պոեմներում արտացոլել է անհատի բարդ ու հակասական աշխարհը։ 1969 թվականին լույս է տեսել Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմը, որի քնարական հերոսի հոգեկան դրամայի հիմքում ընկած է հայ ժողովրդի պատմական հիշողությունը։ Դավոյանի բանաստեղծություններում մշտապես ներկա է պատմական անցյալը։ Ռազմիկ Դավոյանը 1992 թվականից Հայբուսակ համալսարանի պատվավոր դոկտոր է։ Ես պետք է մեծ հպարտությամբ նշեմ, որ առաջին պատվավոր դոկտորի կոչումը մենք տվել ենք մեր շատ սիրելի, մեր ազգի պարծանք, մեր տաղանդաշատ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին, մինչև օրս էլ նա մեր համալսարանի կազմում է որպես պատվավոր դոկտոր, նրան ուսանողները ընդունում են որպես իրենց հայր, որպես մեծ ավագ ընկեր, խորհրդակցում են, երբեմն եթե հաջողվում է հանդիպել, այո, իսկ բավական հաճախ հանդիպում են, եւ այս կերպարը իսկապես իզորու եղավ բավականին մեծ աշխատանք կատարել հենց ուսանողների դաստիարակության հարցում։ Պատվավոր դոկտորի կոչումը մի հարգանքի արտահայտություն էր վաստակի նկատմամբ գնահատանք, որ ասենք, որ այդպես ամրագրվում է, որ այդ վաստակը գնահատվում է, առհասարակ այն ինչ որ պատվավոր է շատ հաճելի է։ Մյուսներն էլ աշխատանքի քրդինքի արդյունք են, ես չեմ կարծում, թե որևէ պատվավոր կոչում, որ տրվում է մարդուն, կապված չի աշխատանքի եւ քրդինքի հետ։ Սա այդ նշանակությունն ուներ ինձ համար եւ անշուշտ ներքուստ բավականություններ պատճառում միաժամանակ պարտավորեցնում էր, որ այդ գնահատանքը սոսկ գնահատակ չէ, պետք է դրան վերաբերվել հարգանքով եւ միաժամանակ պարտավորություն ունենալ, ասենք այսպիսի մի բանի ժամանակ, իրողության ժամանակ, երբ որ ինձ հարց են տալիս, պարտավորություն ունենալ ասելու, որ ես եւ դա զգում եմ, եւ գնահատում եմ, եւ միաժամանակ պատրաստ եմ այդ մասին արտահայտվելու։ Նրանցից ամեն մեկը ինչ որ տեղ շատ կարևոր քայլ է կատարել մեր ազգի կայացման, մեր երիտասարդների դաստիարակության համար։ Հայբուսակ համալսարանի պատվավոր դոկտոր է նաև Լիբանանի Ալ-Ջինան համալսարանի ռեկտոր դոկտոր Մունա Հադադը։ Վերջինիս մոտ մտահղացում էր առաջացել ուսումնասիրելու Հայաստանի մշակույթն ու կրթությունը։ Հայբուսակ համալսարանը Լիբանանում ուներ ներկայացուցչություն։ Դոկտոր Մունա Հադադը դիմեց վերջինիս օգնությանը։ Ինչպես նշում է Հայբուսակ համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը, դոկտոր Մունա Հադադը, լինելով մարդու իրավունքների պաշտպան, մեծ աշխատանք էր կատարում Հայաստանը ներկայացնելու, պրոպագանդելու մուսուլմանական աշխարհին։ Նա առաջիններից էր, որ պնդում էր, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային բարձրագույն կրթության կենտրոն։ Մեր պատվավոր դոկտորները շատ օժանդակում են մեզ, ոչ թե նյութական հարցերում, ոչ բացարձակ, բարոյական, հոգեբանական, հոգևոր, շատ են օժանդակում, շատ մեծ պատիվ է, լավ ենք զգում մեզ, երբ որ մեր պատվավոր դոկտորներից մեկը որևէ մի բառ է ասում մեր համալսարանի մասին միտեղ, գալիս է մեզ շնորհավորելու որևէ հոբելյանի առթիվ, մենք ենք իրեն գնում շնորհավորելու որևէ օրվա առթիվ, եւ ուսանողների հետ շփումը պատվավոր դոկտորներից որևէ մեկի, դա ուղղակի տոն է դառնում։ Նրանց շատ սիրում ենք եւ շատ հարգում ենք եւ ուզում եմ նրանց ցանկանալ իհարկե կանաչ ճանապարհ, իհարկե լայնածավալ եւ բեղմնավոր գործունեություն իբարս առաջին հերթին մեր հայրենիքի եւ իհարկե Հայբուսակ համալսարանի